կայանի գործարկման հարցը։ Ինչպես արդեն հայտնի է, Ռուսաստանը դադարեցրել է Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի շահագործումը։ Դա պայմանավորված է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև կայանի շահագործման մասին պայմանագրի դեկտեմբերի 9-ին ուժը կորցնելով։ Ինչի կապակցությամբ Ռուսաստանը նոտ է ներկայացրել Ադրբեջանին, տեղեկացնելով, որ դադարեցնում է կայանի շահագործումը։ Խնդիրն անշուշտ մի շարք նրբերանգներ ունի։ Ինչու ձախողվեցին ռուս-ադրբեջանական բանակցությունները և ինչ հավանական զարգացումներ են հնարավոր Գաբալայի շուրջ։ Հարցը քննարկվել է Երևանում վերլուծաբանների կողմից։ Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի շուրջ անհամաձայնությունը ձեռնտու չէր Ադրբեջանին և ընդհակառակը տեղի ունեցածը բխում է Հայաստանի շահերից։ Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցի կարծիքով ստեղծված իրադրությունից Ադրբեջանը շահած դուրս չի գա, միաժամանակ նրա համոզմամբ Գաբալան կորուստ էր նաև Ռուսաստանի համար։ Դադարեցնելով բանակցություններն Ադրբեջանի հետ ռուսական կողմը որոշակի ուղերձներ հղեց այդ երկրին։ Դա նշանակում է, որ Ռուսաստանը հասկացնել է տալիս Ադրբեջանին, թե դու կարծել ես, թե իբր թե ռադիոլոկացիոն կայանը դա քոլոցակն է, որ դու ազդես, թե ինչ-որ մի բան առաջարկես, դու այլևս այդ լծակ չունես։ Ռուս փորձագետները բազմիցս նշում են, որ հնարավոր է նաև Հայաստանում կառուցվի գերարդիական ռադիոտեղորոշիչ կայան, ինչից շատ վախենում են ադրբեջանցիները։ Շաքարյանցը փաստում է, որ ռուսական կողմը հավանական է համարում Գաբալայի փոխարեն Արմավիրի ռադիոտեղորոշիչ կայանից օգտվելը, որի հնարավորությունները ավելի փոքր են։ Նրա կարծիքով ռուսական կողմը որոշ ժամանակ սպասողական դիրք կընդունի և հետո որոշում կընդունի նոր կայան կառուցելու մասին։ Իդեպ քաղաքագետն առաջարկում է Գաբալայի փոխարեն օգտագործել Կուտկաշենի կայան, արտահայտությունը պնդելով, որ այն գտնվում է պատմականորեն հայկական տարածքում, Կուտկաշենում։ Թե որտեղ կլինի Կուտկաշենից հետո նոր կայանի տեղը, եկեք սպասենք չգուշակենք, որտեղ դա իրոք կարող է որ գառնան նման, ասենք, հաստատվի, որ Հայաստանը ու Ռուսաստանը ցանկանում են ինչ-որ, այդպես ասած, համատեղ ձեռնարկ առաջարկել։ Այսօր տեսնում ենք մենք արձագանքները արդեն, հետևանքները եւ կարծում եմ, որ այն արտոնությունները, որ ուներ ժամանակին Ադրբեջանը Ռուսաստանից նաև որոշ զինատեսակներ գնելու պարագայում այսօր կզրկվի այդ հնարավորությունից։ Պատմաբանը կարծում է, որ կայանի շահագործման ժամկետի երկարացման համար Ադրբեջանի պահանջները եւ դրանց հետևանքով բանակցությունների դադարեցումը ցույց տվեցին, որ Ադրբեջանը հարվածում է Ռուսաստանի թիկունքին։ Գուրգեն Մելքոնյանը նշում է, որ միջազգային ռազմական պայմանագրերում չկա այնպիսի դեպք, որ կողմերից մեկը բազայի համար վարձակալության դիմաց պահանջվող գումարը միանգամից տասնապատկի։